Արագածոտնի մարզի առուճի բերդը կառուցվել է վաղ միջնադարում, այսօր կանգուն են մոտ 5 մետր բարձրությամբ պարիսպները, 5-րդ դարում այն ծառայել է որպես արքունական զորքի ձմեռանոց, հետո դարձել իշխան Գրիգոր Մամիկոնյանի աթոռանիստը։ Բերդը գտնվել է Մետաքսի ճանապարհին և կարևոր նշանակություն է ունեցել տարածաշրջանում։ Առուճը Հայաստանի զարգացած միջնադարի վաճառաշահ և հարուստ ավաններից մեկն է եղել և գտնվել է Դվինից անի գնացող տարանցիկ ճանապարհի կանգառներից մեկում, ու այդ փաստը վավերացվում է և այս դղյակի առկայությամբ և սրանից մոտ 1 կիլոմետր հյուսիս գնացող քարավանատնով։ Ամրոցի պեղումները սկսվել են 1980-ական թվականներից, արդեն մի քանի տարի այդ աշխատանքները շարունակում են հայ և իտալացի մասնագետները։ Հնագետները բացահայտել են դեպի հարակից գետը տանող գաղտնուղին, բերդի պալատական սրահը, դրան օժանդակ բազմաֆունկցիոնալ սենյակներ։ Մեկը պահեստարան է ծառայել, մյուսը գինու մառան, երրորդը խոհանոցային ինչ-որ գործունեության նշաններ է ցույց տալիս։ Պետք է նշել, որ այս դղյակի տարածքում բնակեցումը անընդհատ շարունակվել է մինչև 20-րդ դար։ Եվ ահա 2025 թվականի մեր պեղաշրջանը կենտրոնացած է այս հատվածում, որտեղ 19-20-րդ դարում կցակառուցված են եղել շենքեր։ Հնագետներն ամրոցում բացահայտել են թոնիրներ, գինու արտադրության համար նախատեսված հնձան, առագաստ և տաքան։ Միջնադարում այստեղ զարգացած է եղել գյուղատնտեսությունը։ Բացահայտել ենք թոնիրներ, որոնք մեզ համար նորություն էին։ Մեր հայ գործընկերները բացատրեցին, թե դրանք ինչի համար են ծառայել։ Ճզմել են խաղողը, տեսնում ենք կրասվաղով հատակը, որ կոչվում է առագաստ և թեքություն ունի, թեքահարթակով քաղցուն եկել լցնվել է այս հորի մեջ, կոչվում էր տաքար։ Այստեղից հետո այդ քաղցուն լցնվում էր հորերի կամ կարասների մեջ և նորից հերմետիկ փակվում էր, որպեսզի ճիշտ խմորում լիներ, երբեմն բաց էին անում և օդափոխություն էին կազմակերպում։ Մենք հիմա հայտնաբերել ենք 3 հորեր։ Տարանցիկ ճանապարհին գտնվող ամրոցում զարգացած է եղել նաև դրամաշրջանառությունը։ Հնագետները գտել են տարբեր երկրների հին մետաղադրամներ։ Բյուզանդական, իլդեգիզյան, վրացական, դրանք վկայում են, որ այստեղ այսպես ասած տարադրամի փոխանակման կետ է եղել։ Ուսումնասիրեցինք նաև վիմագրերն ու մատենագրությունը, որոնք ևս փաստեցին դա։ Քարերի շարվածքները ցույց են տալիս, որ ամրոցը մի քանի անգամ ավերվել ու վերակառուցվել է։ Հիմա էլ բերդի պարիսպներն ամրացման կարիք ունեն։ Արդեն նախորդ տարի մեր նախարարության և Իտալիայի դեսպանատան բանակցությունների արդյունքում ծրագիրը ավելի մեծածավալ բնույթ ստացավ, ավելի մեծ աջակցություն ստացավ իտալական կողմից և պեղումներին զուգահեռ արդեն պայմանավորվածություն ունենք, որ այն իր մեջ պիտի ունենա վերականգնման բաղադրիչ և արդեն Իտալիայի ժամանակ ճարտարապետները տեղում աշխատում են։ Հայ-իտալական գործակցությամբ ուսումնասիրվում է նաև առուճի տաճարը։ Մասնագետները վստահ են, գյուղի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, դրա պահպանումն ու վերականգնումը կակտիվացնեն զբոսաշրջային կյանքը մարզում։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։